Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, ես ձեզ ողջունում եմ, ձեր ռադիո ընդունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարարալիքի թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ հարթակում մենք սկսում ենք բիզնեսը Մանթաշյանցի հետ հաղորդաշարը, առաջին խոսափողի մոտ Վարամ Միրաքյանն է, հաղորդման հեղինակը, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է, ողջույն Վարամ։ Ողջույն։ Ով մեր նախորդ հաղորդումը լսել է, ով չի լսել, ասեմ, որ համացանցում կարող է գտնել, մենք ավարտեցինք հայկական գործարար ներուժի մասին խոսելուց, համահայկական ավելի շուտ, հայ գործարարներից եւ ընդհանուր առմամբ, թե ամբողջ աշխարհում ինչ վիճակում ենք մենք, որպես ժողովուրդ գործարարության տեսանկյունից, ինչ պոտենցիալ ունենք, ինչ ռեսուրս ունենք, առաջարկում եմ այդ թեման շարունակենք։ Ընդհանուր առմամբ Մանթաշյանցը հենց այդ գաղափարախոսությամբ է, չէ՞, ի հայտ եկել, որպեսզի միավորի հայկական գործարար տնտեսական պոտենցիալը, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, որպեսզի միանա, այսինքն դուք ոնց որ ուսումնասիրություններ ունեք մոտավոր, թե մենք ինչ վիճակում ենք աշխարհում։ Մենք ուսումնասիրություն չենք արել, բայց տարբեր թվեր ենք հանդիպել, այնց 300-ից մինչև 700 միլիարդ դոլարի սահմաններում է գնահատվում հայկական տնտեսական ռեսուրսը, այսինքն եթե ամենացածր թվով եթե գնահատենք 300 միլիարդ, մեր հնայից 10 անգամ ավել։ Հայաստանից դուրս հայերի տնտեսական ռեսուրսի մասն է խոսքը, այսինքն մեր հնան մոտ 30 միլիարդ է, չէ՞, ամենավատատեսական ամենացածր թիվը մոտավորապես 300 միլիարդի սահմաններում, մինչև 700 հասնում է հայկական գործոնի տնտեսական ռեսուրսը։ Ձեր ամբիցիան այդ ամբողջը միացնելն է, չէ՞, իրար, այսինքն ինչ-որ գլոբալ չէ, ամբողջը անել հնարավոր չի, տենց մի կառույցի շրջանակներում ամեն դեպքում ամբողջ միավորել հնարավոր չի, ինձ թվում է ամենալավատեսական սցենարով մոտ 20% հնարավոր է, ու հետո մնացած համար այլ կառույցներ են պետք միավորող, ու ամենակարևորը այստեղ բանա պետք է ուղղակի սկսել դատաբազա հավաքել։ Ինչ որ կառույց պետք է լինի, որը որ պետք է դատաբազա հավաքի, դե մենք մեր անդամների գծով ունենք բնականաբար հավաքում ենք, բայց ոչ միայն անդամներ էլ ընդհանրապես որ մենք չունենք այս բայդուրսը, մենք դատա չունենք։ Մենք ընդհանրապես վատ ենք դատաների տեսանկյունից հայությանը վերաբերող։ Այո։ Մենք համարը ոչ բանի դատա չունենք, չգիտենք քանի ֆիզիկ ունենք հայ աշխարհով մեկ, չգիտենք քանի հայեր կան աշխարհի ֆինանսական ոլորտում, C-level-ի, ասենք top management կառավարիչներ, հա, որը որ շատ կարևոր է։ Քանի հայեր ունենք քաղաքականության մեջ, քանի հայեր ունենք, չգիտեմ, բանի մեջ, հանքարդյունաբերության մեջ աշխարհով մեկ եւ այլն, կամ մշակույթի մեջ, բանի մեջ, հենց կարամ շարունակեմ այս թեմաները, կինո արտադրության մեջ քանի հայեր ունենք, ովքեր կան եւ այլն, չունենք, ոչ մի դատա չունենք մենք այդ մասին։ Շատ զարմանալու է հաշվի առնելով, որ մենք տենց ամբիցիա ունենք գլոբալ ժողովուրդ լինելու, էլի, մենք ասում ենք, որ մենք տենց գլոբալ ժողովուրդ ենք, որ հա, դե ասում եմ, բայց այդ ամբիցիան գիտեք ինչն է վատը, մենք ամբիցիան անձերի լեվելով է, ինստիտուտների լեվելով չի։ Մենք ինստիտուտներ չենք կառուցում։ Ասում ենք, հա, բանա, բայց այդ ինչ հասել են գլոբալ լեվելների, հասել են անձերը։ Ու ինստիտուտներ չեն թողում մեծ մաս իրենց հետո։ Կան մարդիկ, չէ, որ ինստիտուտներ են թողում, AGB-ում, ասենք ինստիտուտ է, օրինակ, որ Ալեք Մանուկյանը, չէ, հիմնական մեծ բաններ էլի, կապիտալ, ու տարբեր մենակ ինքը չէ, AGB-ում սկսվել է դե ավելի վաղ, բայց ամեն դեպքում կան մարդիկ, որ ինստիտուտներ թողել են, բայց մենք հիմնականում ինստիտուտներ չենք թողում։ Մի օրինակ բերեմ, երեք ենք խոսում մի տղայի հետ Լոս Անջելեսից, բանից Միացյալ Նահանգներից, Պենսիլվանիայի մայրաքաղաք չեմ հիշում որն էր, ասում է գնացինք, տեսնենք Վարդան սթրիթ, 90-ականների մասնով Վարդան սթրիթ։ Ոչ ես ման ասում եմ, ես ինչ է Վարդան սթրիթ։ Դու խորացանք մեծ հայ կա, անունը Վարդան, հա լիբանան հայ, այդ Պենսիլվանիայի կենտրոնը որն է, չեմ հիշում ասում, քաղաքը, այդ քաղաքը, ասենք մի 30-40% ինքն է կառուցապատել, այդ ամենագլխավոր փողոցը ամբողջությամբ ինքն է սարքել, որ այդ ամբողջությամբ այդ փողոցը ինքն է սարքել, վերջում դա բանը գավերները բան բոլոր հավաքվում են, որոշել են իր անունը տնեն, հա դրա Վարդան սթրիթ անունն էլի, ու տենց ասում է այդ մարդը մեզ դիմավորեց, ասենք այնտեղ զանգեց, ասեց, օ Հայաստանից մարդը այնտեղ ուրախացավ, զանգեց, ասում է, բանը, ինչ էր, գուբերնատոր, ոնց են ասում հայերեն։ Մարսպետ չէ, մարսպետ չի իրաց, հա, ղեկավարը տարածքի, այո։ Հա, դա այդ բանի նահանգապետ, հա։ Ասում զանգեց նահանգապետն, ասեց, բանարա կազմակերպի դիմավորի, որտեվ մեր հայրն է եկել, դա sense սովորական հայ էր։ Հենց 90-ականներին ու տենց մի անգամ ասում է դիմավորեցին, բանալեցին։ Շատ ուժեղ կապերով, հնարավորություններով հայ Վարդան, որը ոչ մեկ չի ճանաչում,
երեք օրինակ տեսեցի իր մասը, իր անունով փողոց կա եւ այլն։ Այսինքն այդ ինչը մենք անձերով մեծ հաջողության ենք հասնում, բայց ինստիտուտներ չենք ստեղծում հիմնականում։ Դա մեր հիմնական ոնց որ բան կա էլի ռուսերենով ասած точка роста։ Այսինքն ցանկացած մարդու մեջ, ցանկացած գործարարի մեջ կա ինչ-որ կետ, որին եթե կպտում ես ինքը սկսում արագ աճել։ Որտի հարցն է կետ գտնելն է դժվար։ Որ կետին փոխելն է դժվար հաճախ էլի, բայց օրինակ կարծում եմ մեր հայ ազգի հիմնական կետը, որին որ կպնես մենք կաճենք, դա ինստիտուտներ չենք սարքում։ Ու նաև դրանց է ելնում, նոր այդ մասին խոսում ենք, դրանց է գալիս, որ Հայաստանում մարդիկ հաջողության չեն ասում, գնում դուրս հասնում են։ Ինչու որովհետև դրսում ինստիտուտներ կան։ Դրսում ինստիտուտներ կա, ինստիտուտներ ընդհանրապես արտարադատություն, ինստիտուտներ բանի հողի գույքի իրավունքներ, բաներ, այդ առաջնահերթություն, սեփականության առաջնահերթություն, ինստիտուտները ասել նկատում եմ, չգիտեմ, տարբեր պետական համակարգերի նախարարությունների բան էկոնոմիկայի նախարարության արդյունավետ աշխատանք եւ այլն։ Քանի որ ստեղ այդ ինստիտուտները շատ թույլ են եւ մարդիկ գնում են դուրս, հայտնվում են լավ ինստիտուտների իրավիճակում եւ հայտնվում են մեծ տնտեսական շուկաներ արագ-աճում են։ Նույն վերցնենք, եթե խորհրդային շրջանում չէ հայերը մեծ հաջողության հասան, ինչու որովհետև ինստիտուտները սկսեց գործել։ Հենց ինստիտուտները չգործեցին, էլի սկսեց ամեն ինչ դրանք եւ եկանք այդ վիճակի։ Դրա համար այդ մեր հիմնական կետն է կարծում, ու նաեւ ինստիտուտներ չունեն այս տնտեսական ռեսուրսը միավորելու։ Մարդիկ ինստիտուտներին չեն հավատում են մարդկանց։ Տեսեք ոնց է, էլի մեր մոտ ոնց է, հավատում են ընկերոջը, բարեկամի ընկերոջը, բարեկամին, չէ, 2 մաքսիմում 3 level է, մաքսիմում 3 level է, բայց եթե սկսում ես հավատաս ինստիտուտի, քո level-ը անսահմանափակ է դառնում, 500 level, 200 level ենքում դու կարաս ինչ-որ մարդու հետ շփվես։ Հենց նոր 10 րոպե առաջ մեր Լոս Անջելեսից մի ակումբական գործարար ունենք, ուզում է տեղափոխվի Հայաստան, բավական մեծ գործարար է, եկել է հիմա 2 ամսով, արդեն տուն է վերցել, մտածում եմ մի բիզնես ուզում ստեղ անել, որ տեղափոխվի։ Ասում եմ, մեզ միացել է Լոս Անջելեսում ինքը մի 3-4 ամիս առաջ։ Ասում եմ, ես մի 15-20 տարի Լոս Անջելեսում ապրում, ասում եմ, ես 15-20 տարիների ընթացքում ավելի քիչ հայ բիզնեսմեն եմ ճանաչում Լոս Անջելեսում, քան 2-3 ամսում, որ միացա Մանտաշանցին Լոս Անջելեսի։ Ինչու? Որովհետև ասում եմ, դա շփվում եմ մարդկանց հետ, բայց չեմ վստահում, չեմ հասկանում ով են ինչ են, ասում եմ, սիգար կլուբ գնում ենք, հաշվում հայերեն ծանոթանում, բայց ընդհանրապես չեմ տալու, որովհետև չգիտես ով է ինչ է, հասկանաս, բայց Մանտաշանց որպես ինստիտուտ, արդեն ոնց որ ինքը սկզբից վստահել է, հետո Մանտաշանց միջոցով արդեն ծանոթացել է 30, 40, 50 հոգու հետ ու բոլորին վստահում է արդեն, որովհետև Մանտաշանցը որպես ինստիտուտ սկսել է աշխատել Մանտաշանցը, այսինքն հիմա մենք շատ փոքր ենք, մեր համարյա 1900 անդամներով եւ 25 մասնաճյուղներով դա շատ փոքր ենք, բայց որպես ինստիտուտ արդեն սկսում է աշխատել, նույն մեր այդ ընկերոջ թեկուզ փոքր է, բայց ինստիտուտ է արդեն։ Որպես ինստիտուտ է շատ կարևոր է, ինքը որտեղ վստահում է Մանտաշանցին, ոչ թե վստահում է Պողոսի ընկերոջը։ Այդ կարևոր է։ Ու մեր հիմնական խնդիրը դա մեր ու հերյաների տարբերությունը։ Հերյաներն վստահում են ինստիտուտների, որ գնում են այնտեղ, ինչն է իրենց սինագոգը, ինստիտուտը, իրենք բիզնես միություններ ունեն, ոլորտային կազմակերպություններ ունեն, չգիտեմ, Սալոմոն ակումբ ունեն եւ այլն, այդ ինստիտուտը, որ իրենք այդ ինստիտուտին վստահում են, բայց այդ ինստիտուտները պետք է համապատասխան բան անեն, էլի, ուղղություններ ունեն, նույն արբիտրաժ, էթիկայի հանձնաժողով, սկզբունքներ, կանոններ, Ձեր մոտ ոնց է այդ հարցը լուծվում, Վարամ։ Որ հարցը։ Այդ արբիտրաժի, էթիկայի կանոնների եւ այլն։ Էթիկայի կանոններ ունենք, արբիտրաժել ունենք եւ այլն։ Դեպքեր եղել է, որ ինչ որ մեկին հեռացրել եք էթիկայի կանոններից։ Հա, ոնց է, տարին 1-2 դեպք լինում է, ոնց էլ չլինի, հեռացնում ենք, այդ կարևոր սկզբունքներից մեկն է։ Եթե չհեռացրիր, այդ ինստիտուտը չի գործելու արդեն։ Իսկ ով է որոշում վերջնական հեռացնել թե չհեռացնել, այսինքն որոշումնով է կայացնում։ Հիմնականում բանը օպերացիոն, sense քանի որ այս պայդրությամբ ով եղել է, ոնց որ ես եմ ճանաչել, դրա համար ես եմ խոսել իրենց հետ։ Հա, դե բայց հույս ունեմ հետագայում նես կլինի, որ առանց ինձ կգնա այդ process-ները։ Դե խորհուրդ կա, բան կա եւ այլն։ Ինչ է տեղի ունի, որը կարող է լինել պատճառը, որ հեռացնեք։ Օրինակ, բարձ օրինակ բերեմ, բան է, ապրանքը վերցրե, գումար պետք է վճարի, անդադ հետա գցում։ Այսօր օրինակ, չէ՞։ Ահա։ Ու մի քանի հոգու հետ։ Հա, Դա արդեն խնդիր է։ Դու հասկանում ես, որ մի դեպք չի, նենց շուտ մարդը խնդիր ունի այս։ Իրականում խնդիրը ոչ թե խնդիր ունենալն է, այլ խնդիրը թե ոնց կպահես ես խնդիր ունեցած ժամանակ։ Այո։ Հա, այսինքն բոլորն հիմա սննկանալը ես հենց նոր ավարտեցի սննկացման process-ը, այսինքն բոլոր բիզնեսմենների համար նորմալ բան է, էլի իրավիճակը այսինքն առաջին real time սննկացման գնացող ընկերություններից մեկն էր ղեկավարում, մենք Facebook-ը երևի որ շատ scroll անեն, կտեսնեն որ դու գրում էիր, որ հիմա էս ամեր մոտ, հետո էս ամեր մոտ, այո։ Դա առանձին խնդրեմ ամենամեծ խնդիրներից է, որովհետև Հայաստանում
թույլ չեն տալի բիզնեսմենը սխալվի։ Հիմա տես ես ենթադրենք գնաց սնանկանալ սխալվելու հետևանքներից է, չէ՞։ Մեր ժամանակին գնացի սնանկացման 5 տարի տևեց 21 թվականից 26 թվական նոր որոշում եղավ դատարանի, որովհետև դատարաններ տարեկան ասես մոտ տարապես թիվ կար, եթե չեմ սխալվում, մեր նախկին էկոնոմիկայի նախարարներից մեկը ասես մի բա, ուրեմն տարեկան 1000 մոտ տարապես սնանկացման գործ է իրականացվում, բայց քննված 5000 կա հերթի մեջ։ Այսինքն եթե ես այսօր դիմեմ սնանկացման, իմ հերթը ուղղակի 5 տարի հետո է հասնում։ Ուղղակի, sense առանց եթե ամեն ինչ հարթ գնաց։ Եթե սաղ նիստերը նորմալ տեղի ունենան, գնաց, այ ու տենց էլ եղավ իմս 21-ին դիմեցի, 26-ին ստացվեց, ես շատ բան իմ կապրով առաջ եմ գցել։ Շատ բյուրոկրատիա, շատ բաներ, տենց որը որ ուրիշների մոտ կարող 6 ամիս տևել, իմ մոտ մի ամիս էր տևում, որովհետև իմ կապրով առաջ էի գցում, զուտ տեխնիկական ինչ-որ տարբեր հարցեր ու իմ մոտ 5 տարի տևեց։ Ես իմ ռեսուրսներով իմ կապերով իմ հնարավորությունը 5 տարի տևեց, այնց հախմախ իրավիճակ կա։ Հիմա մի շեղվում ենք, բայց Հայաստանը սխալվելու իրավունք չկա, ինչը շատ վատ է։ Կարճ ասած, եթե վերադառնանք նորից թեմային, հիմա ասացենը, որ սնանկանալը նորմալ է բիզնեսի համար։ Երբ որ գործերը վատ են լինում եւ այլն, նորմալ չէ, որ ինքը սկսում է զանգերին չպատասխանել, ինքը սկսում է բաներ խոստանալու չանել եւ այլն։ Ես օրինակ այն շարժանում իմ գործընկերներին դից բոլորի զանգերին պատասխանել եմ, ասել եմ կամ ասել եմ կլինի կամ ասել եմ չի լինի։ Հա, ասել եմ հույս չունենաս, ասենք չէ, մի տարուս կլինի կամ 2 տարուս կլինի կամ չգիտեմ երբ կլինի, էլի, բայց այդ կապ պետք է պահել, այդ էթիկական կողմը կարևոր է շատ։ Էթիկական կողմը պետք է պահել ու Այսինքն մեծ մասը որ հանում եք մարդկանց դրա համար։ Այդպիսի պատճառն է, որ սկսում են էթիկական կողմը չպայել, ասենք ասում են հա կտամ ու չի տալիս, հա կտամ չի տալիս, հետո հերոսը չի վերցնում։ Այդ խնդիրը։ Եթե ինքս ասի ես խնդիր ունեմ, եղբայր 6 ամիս չեմ կարողանալու քեզ գումար տամ, 6 ամիս հետո խոսենք, այդ նորմալ է մեր համար, էլի, այսինքն խնդիրը սնանկանալը չի, խնդիրը ոնց քեզ կպահես դժվարությունների ժամանակ։ Այդ ամենակարևորն է ու հաճախ մարդկանց մոտ հենց այդ կետի վրա է շատ լինում, որ դժվարությունների ժամանակ մարդիկ իրենց կորցնում են, էթիկական կանոնները սկսում են չպահել։ Մեր մոտ հիմնական ոնց որ հեռացման բաներն այդ են, էլի, պայմանները, որտեվ եթե մարդու գործը լավ է, ով որ ինչ-որ խնդիրներ առաջանում, ասենք ժամկետ խախտել, բան 1-2 անգամ խոսում է, դու կարգավորվում է, էլի։ Ասում եղբայր ակումբի ներսում դրված կսենց է, խնդրում ակումբի ներսում պահպանի, ինքը հասկանում որ ակումբի ներսում եթե գործար կանում, հանկարծ որ խախտեց, այդ արդեն խնդիր է։ Եթե ուզում է մնա ակումբում, մարդը չի ուզում մնա, դուրս է գալիս իր գործն է, էլի, բան չէ։ Եթե ուզում են մնա ակումբում, սկսում են ակումբի ներսում ավելի ուշադիր լինել, որովհետև տեսնում որ sense հարցեր կան, հենց որ այդ բանն է, էլի, այդ ճանապարհով ենք պահում էթիկական նորմերը օրինակ։ Ու մարդիկ վստահում են, այսինքն հա, որովհետև իրականում դա խնդիրներ լինում են, բայց 1000-ից մեկն է լինում, բառս բնում իմաստով, էլի, ասենք 1000 հաջող գործարքից մեկ անհաջող, մեկից հա 5 հատ կարող է տենց անհաջող լինի, բայց անհաջողը տենց որ սարսափելի անհաջող մի քիչ ավելի ցածր թիվ է, էլի, անհաջող կարող լինի։ Այն նմանատիպ կանոններն են, որոնք դարձնում են process-ները ավելի ինստիտուցիոնալ։ Այսինքն մարդը քանի որ գիտի, որ այս կանոնները կան, այս մարդիկ այս կանոններով են խաղում, ավտոմատ վստահում է, եթե նույնիսկ անձամբ ծանոթել չի։ Ինքը ծանոթ է կանոններին, գիտի, որ մարդը այս կանոններով է խաղում, ինքը սկսում է վստահել միանգամից այդ մարդուն։ Այդ ամեն ինչով հանդերձ արդյոք դուք ունեք անդամների հոսունություն։ Հա, երբ ունենք մոտարպես 5% տարեկան դուրս է գալի մեր մոտից։ Մոտարպես 5%։ Շատ չի։ Հա, միշտ բան է, այդ սալտոն դրական է, այսինքն շատ միանում են։ Գալիս են քան գնում են։ Հա, այդ միշտ է, ունեց անհամեմատ ավելի տարբեր է, չգիտեմ, եթե մի ամսվա մեջ մի 2 հոգի դուրս եկավ, 10 հոգի միանում է, այդ ամիս էլի։ Կամ 20 հոգի միանում է, այտենց է մոտարպես հարաբերակցությունը, բայց հա, մոտարպես 5% կա, այդ 5%-ից մի մասը օբյեկտիվ է, այդ 5%-ի կեսը երևի օբյեկտիվ է, ասի մարդը 2 տարի անդամը ոչ բան չի գալիս, չի կարողանում ինտեգրվել, ինքնուրույն ամեն ինչ փորձում, բայց չի ինտեգրվում, դե որ չի ինտեգրվում, իմաստ կորում է, կա տոկոս, որ բան է, Ոդի տեղափոխվում է բիզնեսն, փոխվում բիզնես թարգմանացնում ուրիշ գործի բան տենց էլի որոշում է հանգստանա բան տենց շոր օրինակներ կան հա դրա համար հա եթե ասենք տոկոսով դեռ դուրս են գալի ու ես ափսոսում եմ դրա համար երևի 5%-ից մի 20% 30 տենց մոտարպես էլի մնացածը օբյեկտիվ են դուրս գալի ես այդտեղ բան չեմ կարող անեմ հետեւաբար այսինքն դա ոչ լավ է ոչ վատ է որ իրանք դուրս են ուղղակի հա ինչ գործընթաց հա իրանք դες բան են լնում որ վատ է 5% դուրս եկողների մի 20-30%-ն է որ վատ է որ բանում բայց այդ կապ չունի մենք ուզում ենք այդ թիվը 0-ի հասցնենք էլի այսինքն պետք է հենց անենք որ բոլոր մարդիկ ովքեր որ տրամադրված են եւ ուզում են արժեք ստանան ով որ տրամադրված չի դա բան չեմ կարող անել կուզեի սփյուռքին վերադառնանք Վարամ
ինչ որ ժամանակ կար ու հիմա էլ, որ շատ ինտենսիվ էր էքսպանսիան գնում դեպի արտասահման։ Այսինքն ես նայում էի տարվա մեջ 2-3 մասնաճյուղ էր բացում, չէ՞ տարբեր։ Չէ, շատ ավելի մեծ։ Միջինում այս վերջի 3 տարիներին միջինում 5-6 մասնաճյուղով գնացել ենք տարեկան։ Տարվա մեջ։ Տարվա մեջ, ահա։ Այս տարի էլ դից 7-8 ոնց որ կանենք այս տարի։ Վերջ կա դրան, թե դուք պլանավորում եք տենց գնալ ու դառնալ ավելի գլոբալ կառույց։ Տեսեք, վերջ ասելով, եթե sense մոտարպես միջին թվերով նայեք, լավ միջի ցածր թվերով նայենք, աշխարհում կա մոտարպես 10 միլիոն հայ, այդ ցածր թվերով հաշված մոտ 5% իրենց զբաղվում է բիզնեսով։ 500,000 հայ, այսինքն աշխարհում մեկ մոտարպես զբաղվում է բիզնեսով։ Կար տարբեր չափերի, հա, ինչ որ մի։ Հա, տարբեր, այդ թվում նաև փոքր բիզնեսի եւ այլն։ Եթե իրենց 5%-ին մենք ներգրավենք 5-ին, հա։ Այդ ասում է 25000։ Հիմա 1000 ենք մոտարպես 900 չենք։ 25-ը պատկվելու բան կա, պոտենցիալ կա, ասած ասենք։ Այդ մեր հիմնական խնդիրներից օրինակ, այս բան մեր հիմնական խնդիրը 2-3 տարի մեր թողունակությունն է, մենք տարին 6-7 մասնաճյուղ ցավալ չենք կարող բացենք։ Մի մասնաճյուղ մի տարի է տևում, այսինքն մենք մեր գործընկերոջ գտնում ենք, մոտարպես միջինում մի տարի աշխատում ենք, մինչև բացվի։ Կա որ ավելի երկար։ Իսկ ինչի, Վարամ, ինչն է խնդիրը։ Այդ հենց լուծումը գտնեմ կլուծեմ իրականում։ Այսինքն չէ, ինքը տեխնիկական խնդիր է, մեխանիկական խնդիր է։ Մեխանիկական է, հիմա Իսպանիա ոնց որ ինձանից շատ բան է կախված, որը որ ըստ էության թերություն է, բայց այդպես է, դե չենք էլ կարում ինձանից կախվածություն թույլատնենք, որտեղ դրա համար մեծ ֆինանսական ռեսուրսներ է պետք, այսինքն եթե ես չաշխատեմ, այնտեղ 10 հոգի պետք է աշխատի, ցանկացած բիզնեսում էլի։ Դե տենց հա, հիմնադրի գործը 10 հոգի պետք է անի, որ կարողանա դուրս։ Հիմա այդ նույն խնդիրը մեր մոտ է, էլի, այսինքն ֆինանսական ռեսուրսներ չունենք, որ այդ 10 հոգուն բերենք։ Հա, ու ես էլ իմ թողունակությունը 6-7 մասնաճյուղ է, էլի, ու մասնաճյուղ թիմը, որ զբաղվում է մասնաճյուղեր բացելով, տարեկան 6-7 ենք հասցնում բացել, այս 2-3 տարի չենք կարող այդ խնդիրը լուծենք։ Բայց պետք է լուծենք, որովհետև այդքան ժամանակ չունենք, էլի, այսինքն այդ ասի 10 տարում մենք 60 մասնաճյուղ կունենանք, առաջիկա 10 տարում։ Բայց կյանքն էլ գնում է ոնց որ, այնքան անverջ չի, հա։ Հա, հետո 60 մասնաճյուղերը ոչ բոլորն են լինելու մեծ, էլի, այսինքն մեծ մասնաճյուղ պոտենցիալ շատերը չունեն։ Այսինքն ի՞նչ է նշանակում մեծ, այսինքն որ մասնաճյուղ 100-ից ավել երևի։ մեծ մասնաճյուղ 100-ից ավել։ 100 անդամից ավել։ Հա, ասենք տեղեր կա որ շանս չկա 100 անդամ ունենալու։ Ասենք նույն բանում չկա շանս, չգիտեմ, Շենժեն քաղաքում Չինաստանի։ Մի կերպ ինչքան 8 հոգի է կարծեմ մեր մոտ այնտեղ, հա, մի կերպ հետո թոկուն գտել ենք, հա, Գուանջո, Շենժեն բան որ կցնենք իրար կարող 20 մինչև հասնենք, բայց վերջ, այդքանով փակվում է։ Ինչի՞ որոշեք քաղաքներով գնաք, Վարամ, ոչ թե երկրներով։ Որովհետև մի ժամից ավել հեռավորության վրա արդեն չեն միանում։ Այսինքն եթե մի ժամից ավել պետքա քշելով մեքենայով մոտենան, մի ակումբ չի լինում։ հա, ինքը էլ արդեն չի գալիս միջոցառումներին։ Եթե մի ժամից ավել պետքա քշի։ Շատ հազվադեպ դեպքերում ամբողջ ակումբը մի քանի օդի կարող ունենք, որ գալիս են։ Մի քիչ հեռվից։ Հիմնականում չեն գալիս։ Այսինքն դրամաբանությունը այդ լոգիկա։ Մի ժամ հեռավորության։ Մի ժամ հեռավորություն։ Իրարից էլի։ Հա, դրանց ելնելով ասենք նույն Միացյալ Նահանգներում մենք 20-ատի պոտենցիալ ունենք։ Հա։ Մենակ Միացյալ Նահանգներում օրինակ Ռուսաստանի Դաշնությունում մենք կարող ավել է 15 հատ մենակ միլիոնի քաղաք կա, բայց մենք պոտենցիալ ունենք ոչ միայն միլիոնիկներում։ Հետո որոնք որ փոքր քաղաքներում էլ վատու փոքր որն ասենք 500,000-անոց քաղաքում ինչը փոքր քաղաք չի։ Հա, բան Պիցիգորսկ օրինակ, ասենք 500,000 հայ 500,000-ը եթե չեմ սխալվում հենց, որից ասենք 200-ից 300,000-ը հայ են։ Հա, հիմա այդտեղ փոքր հետեւաբար Ռուսաստանում մենք կարող ունենանք, ասենք, չէ, 100 մասնաճյուղ օրինակ։ Մենք կարող այնտեղ հասնենք դրան մինչև էլի կամ չգիտեմ 70 մասնաճյուղ կարող հասնենք։ Մենք 5 ունենք հիմա։ Տենց, այսինքն տեղ շատ կա աշխատելու։ Սփյուռքի թեման շարունակելով, ի վերջո այդ մարդկանց համախմբելը բերելու է ինչ որ նոր ինստիտուտների ըստ ձեզ։ Այսինքն կարող է ինչ որ, չգիտեմ, ինչ որ դառնա մանթաշյանցական համահայկական բանկ, որ վարկային կազմակերպություն։ Չէ, ի վերջո կոնսոլիդացիայի իմաստը նաև ռեսուրսների սիներգիան է, չէ, որ մեկին գումարած մեկը 3 ստացվի։ Դե տեսեք, մանթաշյանց բանկ չեմ կարծում, բայց ինչ որ բան ցանցային կառույցներ հնարավոր ներդրումային բանը հիմա բացել են։ Ինչ որ ներդրումային հիմնադրամներ, բան պարտադիր չի հենց բանկ էլի։ Մանթաշյանց investment այդ հարտակ օրինակ նոր ենք բաներել, բացել, այս վերջերս launch արեցինք, հիմա էլի աշխատում ենք վրան, այդտեղ ներդրումային պրոյեկտներ են հավաքում Մանթաշյանցի ակումբի ներսում, որ իրար ծանոթանան, իրար ներդրում բաներ ասում, Կարեն Վարդենյանն էր ասում, էլի ամեն ինչ սկսում է իրար հետ խոսելուց, երբ որ սկսում ես իրար հետ խոսել, ինչ որ բան դուրս է գալիս, ինչ որ բան փոխվում է, էլի, հա, հիմա այդ է մենք ոնց որ մենք կազմակերպում ենք, որ մարդիկ իրար հետ խոսեն, հենց նոր մեր մոտ օրինակ մի հայ գործարար Օհայոից, Կոլումբոս, շատ ազդեցիկ,
մեծ կապեր ունեցող, այնտեղի ասենք նահանգապետերի հետ, չգիտեմ, սենատորների հետ բոլորի հետ հարաբերություն ունեցող մարդ, իրաց տունը եկող գնացող այդ հենց հարաբերություններ էլի։ Հա, հենց նոր մեր մոտ էր, այդտեղ միաժամանակ նստած են Լոս Անջելեսից, Հայաստանից եւ այն գործարներ իրար չփվում էին, ծանոթանում էին, իրար իմացան, մի քանի բան տեղում պայմանավորվեցին, որ գնացին ընթացք տալու համար եւ այլն, բայց ամեն ինչ սկսվեց խոսելուց։ Հիմա մենք կազմակերպում ենք խոսելը։ Մենք կազմակերպում ենք խոսելը հազարներով։ Սա մոտիվացիոն գլոբալն է, 1000 հոգի է մոտավորապես հավաքվում Կանադայից սկսած մինչև Շվեդիա։ Մարդիկ իրար սկսում են խոսել։ Մեր խնդիրը որ շատ խոսեն իրար հետ։ Ոչ թե 1000-ով խոսեն, այլ 10000-ով խոսեն։ Ու դենց արդեն մենակ դրանով ինչ-որ բաներ է ծնվում, էլի, որ դու կազմակերպում ես, որ մարդիկ իրար հետ շփվեն։ Հիմա ինչ կծնվի, չգիտեմ, բայց իրականում այնց լավ բաներ է ծնվում հաճախ, որ դու չեր մտածում, դու քո պատկերացումը չեր հասնում դրան, բայց մարդիկ երբ որ կազմակերպում ես այդ շփումը, ինտեգրացիան, ինչ-որ բաներ առաջանում են։ Նոր անդամներ ներգրավելը ոնց է տեղի ունենում նամանավանդ Սփյուռքում Հայաստանում ավելի պարզ է մենք փոքր երկիր ենք բոլորս իրար ճանաչում ենք մարդիկ խոսում են իրար հետ տեսնում են այդ այդ ամենամեծ սխալն է էլի իրականում որ ասում ենք բոլորս իրար ճանաչում ենք չեք ճանաչում իրար չէ հա վստահ կարամ ասեմ էլի հա այսօրվա հանդիպմանը որ գայր ասեն կարող 2-3 հոգու ճանաչեր ու մենք մի 40 հոգով ենք ու նույնը վերաբերվում է Սփյուռքում որ քաղաք գնում ենք Մարսել գնում ես ասում հա դե մեկը բոլորին ճանաչում ենք հետո հրավիրում ես հանդիպման 10 հոգին է ճանաչում կամ 20 ամեն մենք բոլորս ապրում ենք որ մեր բաբլներում մեր փուչիկների մեջ ենք ապրում այդ մեր փուչիկներին ճանաչում ենք հա փուչիկ մեջ եղած մարդկանց հա բայց հարցն է որ այդ մենք այդ փուչիկները կպցնում ենք իրար եւ որ կպցնում ենք իրար մեր հոп տեսնում են ուրիշ փուչիկ կա ստեղ դե հա հետո մեծանում է մի փուչիկ կա ուրիշ խումբ է այս եւ այլն այսինքն այդ այսինքն չեն ճանաչում այդ եթե ասում ենք մենք Հայաստանում ճանաչում ենք ասենք Գլենդել ավելի փոքր է 100,000 հայ ապրում 120,000 հայ ապրում Գլենդելում չէ օրինակ այնտեղ իրանք ընդհանրապես կարան ասել մենք ճանաչում ենք այսօրվա տղան Գլենդելից էր որ ասում էր ոչ մի ինչ չի ճանաչում եկա ակում նոր իմ կապերը մեծացավ էլի ինք 20 տարի ապրել է Գլենդելում ասում եկա ակում ավելի շատ մարդ ճանաչեց 2 ամսում քան 20 տարում Գլենդելի մասնաճյուղի անդամները քանիսն են այս բանը 130 ինքը տենց մեծ ակումբ է համարվում հա Երևանից հետո ամենամեծն է հա իսկ Մոսկվան 60 է մոտավորապես Մոսկվան դե նաև տենց օբյեկտիվ պատճառներով չաճեց որտեղ այնտեղ մի քանի գործընկեր փոխեցին բան ցնցումներ ապրեց որպես տեխնիկական խնդիրներ կան այնտեղ բայց կմեծանա Մոսկվան չէ պոտենցիալ ունի 500-ի պոտենցիալ ունի հանդիստ 500 անդամի Մոսկվան էլ Լոս Անջելեսն էլ 500 անդամի հանդիստ 500 անդամի պոտենցիալ ունի Լատինական Ամերիկա գնալու տենց Արգենտինա դե բնականաբար գնալու ենք Արգենտինայում մենք ունենք մոտավորապես տարբեր հաշվարկներով 150,000-250,000 հայ ու շատ ուժեղ հայեր այնտեղ ունենք Ես լսել եմ լատինական Արգենտինայի դե բանը գիտենք բոլոր Սերնիկյանին գիտենք այդ մասին չասեմ օրինակ ամենամեծ հեծանվի արտադրությունը այնտեղ հա լատինական Ամերիկայի ընդհանրապես ոչ միայն Արգենտինայի այնտեղ է էլի մի հայ է պատկանում բանի բամբակի գործն են հայեր ամենամեծ բամբակի կամ բամբակի կարծեմ էլի հայեր են որ կտոր են ստանում բան հա տենց տարբեր կան ասենք չի Մեսսի բանի ղեկավարը հայ է Venture ֆոնդի Արգենտինա հայ է Մեսսի Venture ֆոնդի ղեկավարը իրար դասարանից են եղել Մեսսի հետ հա Մեսսի դասարանում հա մի քանի հայ են եղել մեկը ինքն է ինչ որ հայկական թաղամասում է մեծացել հա դից հետաքրքիր բան հա հետաքրքիր հա դից հետաքրքիր դեմքեր կան դից հետաքրքիր մարդիկ կան տարբեր երկրներում կոնտակտ կա թե չէ արդեն այդ կողմերի շփում առիթներ չէ Արգենտինա փորձել եմ չի ստացվել մի քանի կոնտակտի հետ փորձել եմ դեռևս չի ստացվել այդ կոնտակտի հետ դեռևս չի ստացվել դե էլի կփորձենք հա իրենք ցեղասպանության հետո մնացած հայերն են էլի այնտեղ ըստ էության նոր եթե նոր սփյուռք չկա նոր առուն ավանդական սփյուռքն է հա եթե հաշվենք ու դա էլ բացառիկ երևույթ է քանի որ քրիստոնեական երկրներում շատ քիչ տեղեր կան որ մենք բան ենք ունեցել մնացել են այսքան երկար նույն բանն է Ֆրանսիան է իսլամ եթե իսլամական երկրները հանենք երբ Ֆրանսիան ու Արգենտինան է էլի դրանց մի քիչ էլ ԱՄՆ-ն որ մնացել է բանը սփյուռք թե չէ հիմնականում զուլվել է 25 րոպեն անցել ենք վարան բայց մի հարց էլ քննարկենք ամենաակտուալ երկիրը մեզ հարևան երկիրը Իրանի մասով ինչ վիճակ է
կապեր ունեք խոսել եք։ Ես նկատել եմ գնացել եք, չէ՞, մի քանի գործարար այց ա եղել իրա։ Մի քանի անգամ գնացել եմ, ելույթ եմ ունեցել այնտեղ 50-60-70 հոգանոց գործարարների խմբի առաջ եւ այլն։ Մենք գլոբալ դեռ հայաստանցիներս այդ խնդիր ունենք վստահության 90-ականներին։ Հա, այդ մեր ավանդական ամենահասկանալի վիճակն է, հայ-պարսկական վիճակը, էլի իրանք մեզ ամենամոտ, բայց հաշվով հասկանալի չոր ծանոթ Արեցեն բարբարով էլի արևելը հայերեն է խոսում, բայց մեկը չեմ վստահում։ Իրենք չեն վստահում, Սիրիա, Լիբանան, հայաստանցիներին չեն, ավանդական սպյուրքը։ Հայաստանցիներին չի սիրում, չի վստահում, դրա համար մեր հիմքն էլ Մանտաշյանցում ասա կարող 5-10% լինի բան սպյուրկա հիմնականում հայաստանցիներ, հա։ Նույնն ասենք գրում եք Մարսելում հայաստանցիներ ենք մասնաճյուղ բացում։ Չեմ վստահում ես։ Էդ էլ դե օբյեկտիվ է, իրենց չեմ եղել։ Հա, իհարկե։ 90-ականներին խառը ժամանակներ են եղել, այո։ Հա, բայց ով վստահում է, ով գնաց արդեն մեր անունով երթվում, էլի։ Որտեվ մտնում են, տեսնում են, ասում են, չէ, բայց ուրիշ է։ Մի Լիբանան հայերն ենք Լոս Անջելեսում, ասում է, ծանոթացանք, շփվեցինք բանման, միացավ մեզ, ասում է գնացի պապայիս, ասի, պապա տեսնում ես, որ ասում էի լավ հայեր կան։ Հայ լավ հայրասել նկատում է լավ հայաստանցիներ էլի, այո։ Հա, տենց պապան էլ ուրախացավ, ասում է, բան պատմության ուս չի եղել իր հայրը։ Դե այդ գիտես, ես էլ օրինակ սպյուրկայիներին որ խոսում եմ, փորձում եմ բացատրեմ, որ եթե դուք Հայաստանում խնդիր եք ունեցել, նրանից չի որ դուք Սփյուռքից եկած հայ եք, իսկ մենք Հայաստանում ապրող հայ ենք, այդ նույն խնդիրներից մենք էլ ենք ունենում։ Այո, մի քիչ ավելի շատ գիտենք, դե տենց է ստացվել, բայց այսինքն ոնց որ ձեզ խափելու մեջ միտում չի եղել, ձեզ խափեն, որովհետև դուք սփյուռքա եք։ Հիմա ում կարում խափում են, խափլան մարդիկ են, եթե խափլան մարդու ես հանդիպել։ Դրա համար ինստիտուտները պետք որ այդ հարցը լուծի, բայց ինստիտուտները չի եղել, գնաց դիմել է դատարան չի շահել, փոխել են, գնացել է, չգիտեմ, դիտել է էկոնոմիկայի նախարարության, դիմել է հարցը չի լուծել եւ այլն, վերջ մարդու մոտ ծեվորը դրա համար ինստիտուտներ են պետք։ Մեծ նույն սփյուռքա մեր միջոցով որ կա, այդ թեման, ասենք, բացառում է, որ ինքը ինչ-որ դե ինքը գիտի որ մեջքին համայնք կա, կանգնած Մանտաշյանցի անդամ է, գիտի իր հարցերով կզբաղվեն, հա։ Բայց հենց մինչև հաստում նրան, որ այդ ամեն ինչը իմանում է, ես ծերանում եմ, ասենք, չգիտեմ։ Լիբանանահայերն ենք, ասենք 3 տարի, տարին 5 անգամ հանդիպել եմ հետո մինչև միացել եմ ես։ Հետո մի տարի դուրս եկավ, ճիշտ ասած։ Հա, բայց հա շատ երկար է տևում, մենը շատ երկար է ինձ տևում, մինչև վստահություն հետ ենք բերում։ Իրենք նույնիսկ իրենց ընկերներ, ասենք, Լիբանանահայեր ունենք, ընտեղ ենք Լոս Անջելեսում, գնում է իր ընկերոջ, ասում է, ես ընդեղ եմ, արի, լավ է։ Ամեն ինչ լավ է, հա։ Չի գալիս։ Ասենք, էլի գալիս մի պատտվում գնում է։ Այսօր ունենք այդ խնդիրը։ Սիրելի ռադիոլսողներ, մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին մոտեցավ։ Նկատեցիք մենք քննարկում ենք հայկական տնտեսական պոտենցիալը եւ դրա միավորման հետ կապված խնդիրները, որոնք իմ տպավորությամբ իրացիոնալ են, էլի, հա, որոնք միավորման էմոցիոնալ են, հա, այսինքն տեղ ինչ որ հա օբյեկտիվ էմոցիոնալ, բայց օբյեկտիվ։ Հա, օբյեկտիվ էմոցիոնալ, տենց անենք։ Սա բիզնեսն էր Մանտաշյանց ակումբի հետ, Վարամ Միրաքյանն էր առաջին խոսափողի մոտ, Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, այսօր այսքանը։